Գլխավոր դատախազությունը Նավասարդ arczepiskopos Կճոյանի դեմ հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ Կճոյանի դեմ այս գործով դատախազը դատարան է դիմել մոտ 2 ամիս առաջ, երբ arczepiskopos Կճոյանը դեռ չէր միացել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պայքարին։ Ներկայացված հայցով գլխավոր դատախազությունը պահանջում է դադարեցնել Կճոյանի հողամասի կառուցապատման իրավունքը։ Երևան համայնքին պատկանող հողատարածքը բարձրաստիճան հոգևորականին տարիներ առաջ տրամադրվել է կառուցապատման համար։ Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Դատախազությունից ազատությանը հայտնեցին մոտ 8000 քառակուսի մակերեսով հողամասը Սուրբ Աբգար Թագավորի փողոցում է։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Թե ինչ պետք է կառուցեր հոգևորականը դատախազությունից չեն մանրամասնում։ Նավասարդ arczepiskopos Կճոյանից մեկնաբանություն ստանալ ազատությանը չի հաջողվել։ Կադաստրի կոմիտեից տեղեկացանք, որ Կճոյանը կառուցապատման իրավունքը ստացել է 13 տարի առաջ, 2012 թվականին, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր։ Զուգադիպություն է արդյոք, որ դատախազությունը այս հողամասը հիշեց այն նույն փուլում, երբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնկալում էր նաև հոգևորականների աջակցությունը վեհափառին հեռացնելու հարցում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քիչ հավանական է համարում։ Ակնհայտ է դատելով հրապարակային ելույթներից, տեսնելով այն ամբողջ ինչ որ տեսնում ենք մենք, կարելի ասել, որ այո, բանսարկություններով են փորձում իրենց նպատակին հասնել իշխանությունները։ Եկեղեցի իշխանություն արճակատման այս պատմության մեջ այո դիմում են նաև բանսարկությունների։ Դա ակնհայտ երևում է։ Հիմա Կճոյանի այս մի կոնկրետ դեպքը այդ բանսարկության դրվագ է առանցին թե ոչ, կարող եմ կռահել, բայց պնդել չեմ կարող։ Մինչ հողամասի կառուցապատման դադարեցման հայցի քննությունը նոր է սկսվում, այս շաբաթ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը ավելի քան 1 տարի առաջ մերժել է arczepiskopos Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը։ Կան արդյոք այլ գործեր, որոնցով անցնում է բարձրաստիճան հոգևորականը։ Ազատությունը դատախազություն գրավոր հարցում է ուղարկել։ Պատասխան դեռ չունենք։ Կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Նավասարդ arczepiskopos Կճոյանում մյուս բարձրաստիճան հոգևորականները իրավապաշտպանը չի բացառում, որ կոմպրոմատների գործադրման հետևանքով հայտնվեցին վարչապետի աշխատասենյակում։ ՔՊԱ-ականները մինչդեռ հերքում են պարբերաբար հնչող այս մեղադրանքները, պնդում, եթե իշխանությունը նման մեթոդներով աշխատեր, կաթողիկոսը վաղուց հեռացած կլիներ գահից։ Երբ որ օպերատիվ գործը արվում, այդ օպերատիվ գործը նեն չի, այսինքն մարդուն սկսում են հետազոտել կապերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ երբ որ տվյալը բացահայտվում, այդ տվյալը չեն կարա ջնջեն ուղակի։ Հիմա ես ինչու գիտեմ դրանց մասին։ Մի պարզ պատճառով, որովհետեւ այդ օպերատիվ միջոցառում իրականացրած մարմինը ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Վարդան Հարությունյանի գնահատմամբ հոգևորականներից մեկը, որին իշխանությունը չի կարողացել ճնշել, Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն է։ Նա այժմ ճաղերի հետևում է թմրանյութի գործով։ Կալանավորվելուց առաջ Խաչատյանը հայտնել էր, որ իր հետ ավելի վաղ ԱԱԾ ներկայացուցիչներ են հանդիպել։ Կառույցից Սրբազանի այս հայտարարությանը մինչ օրս չեն արձագանքել։ Եվ ես չեմ էլ բացառում, որ ապագայում նոր եպիսկոպոսներ այս կողմ քաշվեն, որովհետև ասենք սրա կամ նրա վրա կարող է գտնվել այս կամ այն կոմպրոմատը կամ նրան հրատավորող այս կամ այն պատմությունը կամ ինչ որ քրեական գործեր կարող են լինել, ես բոլորովին չեմ բացառում։ Արդեն տեսնում եմ այդ զարգացումը, դա երևում է արդեն եւ քանի որ ունենք մի քանի օրինակ, չի կարելի բացառել, որ ապագայում նույնպես կարող ենք ունենալ։ Որ վեհափառի հեռացման իշխանության օրակարգին այլ եպիսկոպոսներ եւս առաջիկայում կմիանան, իշխանականները արդեն հայտարարում են։